Հայկական քնեսետում խոսվեց հայոց ցեղասպանության քննարկման մասին, որ Իսրայելը պատրաստում է վերջապես ընդունել հայոց ցեղասպանությունը, բնականաբար դա չհարգվեց հետո, բայց թուրք-իսրայելական հարաբերությունների այդ փուլում հերթական սրացումը տեղ ունեցավ եւ հետաքրքիր էր նաեւ ադրբեջանական կողմի արձագանքը, Ադրբեջանի ավելի սուր էր, քան թուրքական, այո։ Ադրբեջանի արտգործնախարարությունը շատ կոշտ եւ հետաքրքիր հայտարարություն տարածեց իսրայելական կողմին ուղղված։ Դա արդյոք կարող է որևէ դերակատարում ունենալ Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունների մեջ եւ եթե փորձենք գնահատենք թուրք-իսրայելական հարաբերությունները, օրինակ, բնականաբար մենք գիտենք, որ կա շահերի բախում Մերձավոր Արևելքում Թուրքիայի եւ Իսրայելի, դա հատկապես կապված է Սիրիայի հետ, որովհետեւ Ասադի վարչակարգի տապալումից հետո Իսրայելը իրականացրեց գործողություն, ռազմական ներխուժում եւ փաստացի թուրքական պրոքսիների հետ ունեցավ ազատության գոտիների բաժանում Սիրիայում։ Ժամանակի հարց էր, որ իրենց շահերը այդտեղ բախվելու են։ Ինչի կարող է հանգեցնել թուրք-իսրայելական հարաբերությունների սրումը, եթե բազմաթիվ վերլուծաբանների գնահատմամբ Իսրայելի համար Իրանից հետո հաջորդը Թուրքիան է։ Դա միշտ է եղել, երբեք դա չի էլ կանգնել, որովհետև սեպի նման կամ կոկորդին մնացած ոսկորի նման Իսրայելին է վերաբերվում խոսքս, Թուրքիան շարունակելու է լինել։ Հասկանում եք, մենք շատ լավ գիտենք միասին եւ մասնագետ որպես եւ նաեւ մեր ունեցած հնարավոր այսպես տեղեկատվական հոսքերի նկատմամբ մեր բագաժը, հա, այսպես ասենք, միշտ եղել են այդ կուլիսային շփումները թուրքերի եւ Իսրայելի միջև։ Եվ դա այսօր չի, երեք չի, տարիներ առաջ չի, դա անընդհատ է Իսրայելի ստեղծման իսկ օրվանից մինչև Իսրայելի ստեղծումն էլ, այսինքն այս իմաստով այս վայրի վերումները այնպես չի, որ առաջին անգամ են։ Այո, կա հստակ շահերի բախում, թերևս շատ ավելի սրված շահերի բախում, կա այդ միտումը, որ նախ Իրանը պիտի մարսեն դեռ, Իրանը դες չմարսած չեն կարող մի անգամից անցնել, այո, երկրորդը լինելու է Թուրքիան, գոնե Էրդողանական Թուրքիան, հասկանում եք, երբ որ մենք տեսել ենք, թե Էրդողանը տարբեր ամբիոններից, տարբեր ֆորումների ժամանակ, ինչպիսի ուղղակի կտրուկ հայտարարություններ արել, բայց արի ուտես վերջի վերջո տնտեսական կոմպոնենտը անընդհատ աշխատել է մևնույնն է, որևիցե բան չի կանգնել, էմբարգոներ չեն եղել, առևտուրը ծաղկել է եւ եկեք այնուամենայնիվ գազային ցեղասպանության ֆոնին միանշանակ անգամ գազային ցեղասպանության ողեսի մի ձեռքով մի բան ասել, մյուս ձեռքով մի բան անել, այդ թուրքական փայլուն, այսպես ասենք, դիվանագիտության եւ քաղաքականության արդյունքն է իդեպ հատուկ ծառայությունների եւ դիվանագիտության այսպես համեմված մասով եմ ասում եւ հիմա էլ իզուր չի, որ նույն նախկին հատուկ ծառայությունների ղեկավարը այժմյան արտաքին գործերի նախագահ Ֆիդանի մասին է խոսքը գնում, որը իդեպ լրջագույն գործոն է իրենց կաբինետում եւ ընդհանրապես քաղաքականության այսօրվա քաղաքականության լրջագույն ճարտարապետը նաեւ ամենա այսպես լուրջ իրավահաջորդներից մեկը։ Այո, պարզ էր, որ Իսրայելը այս գործոնը ցեղասպանության որոշակիորեն պիտի գործածի եւ ինչ որ միտեղ պիտի փորձեն տանել։ Բայց վերջի վերջո միևնույն է աշխարհակաղակականությունը այնպիսի բան է, առավոտյան կարող ես մի բանի ականատես լինել, երեկոյան լրիվ իրավիճակը փոխված լինի։ Ավելի քան համոզված եմ, որ եղել են կուլիսային պայմանավորվածություններ, ավելի քան համոզված եմ, որ ուղղակիորեն ասել են մի գնացեք ավելի սրացման եւ մի մցրեք այս ամենը քնեսետ, այնպես էլ չէր, որ այս ամեն ինչը մտնելու էր քնեսետ եւ քնեսետն էլ վերջնական
իր խոսքն էր ասելու, մանավանդ իմ ունեցած տեղեկություններով, կարծես արձակուրդի շրջանը, չէ, այնտեղ ավելի շատ, իսկ աշնանը սկսում են արդեն նախընտրական հարցերը, ցեղասպանությունը հայոց միշտ եղել է շահարկման առարկա եւ անընդհատ դա փորձելու են պահել։ Սա եւս մեկ անգամ մեկ ազդանշան է ցույց տալու, որ տեսեք մենք ունենք այս հարցը, սա դեռ օդում պահած, օդում կախած բան է, կարող ենք ցանկացած պահի օգտագործել։ Հիմա ամենավատը այստեղ գիտեք որն է, որ սրանից որևէ շահեկան բան Հայաստանի համար չի լինելու։ Պատկերացրեք հայկական հարց է քննարկվում շատ լուրջ մակարդակների վրա, որովհետև ես չեմ հիշում վերջին տասնամյակներին, որ այսքան մոտեցած լինեն կամ գործադիր իշխանության ներկայացուցիչները իդեմս արտաքին գործերի նախարարի, իսկ ինքը վերջին մարդը չի կառավարության մեջ, Իսրայելի նկատի ունեմ, այս մակարդակի բարձրացվել է այս խնդիրը, հասկանում եք, անշուշտ բան չէինք, հիմար չէինք եւ պարզ էր, որ հասկանում ենք, որ սա հերթական շահարկման գործիքը պիտի լինի իրենց ձեռքում, շահարկեցին, կարող օգուտ ունենալ։ Իհարկե կարող էր նորից, իհարկե կարող էր օգուտ ունենալ, իհարկե կարող էր դիվիդենդներ ունենալ, իհարկե կարող էր, բայց քանի որ Հայաստանին դա բացարձակապես չի հետաքրում եւ մեր պատմության մեջ երևի առաջին ու տա աստված վերջին անգամ է, երբ որ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է անում եւ ասում է, որ ինքը որևէ մեկնաբանություն չունի այս զարգացումներից, արդեն ամեն ինչը պարզ է։ Լավ է չեք գնացել Ալիևին երկրորդել կամ Էրդողանին երկրորդել, դա էլ կլինի, այդ օրն էլ կգա։ Իսկ միգուցե իրենք էլ աշխատանք են տարել կուլիսային, որ բան արեք, սառացրեք, մի արեք էլի այս հարցը, որովհետեւ դա խանգարում է, ասենք օրինակ խաղաղության օրակարգին կամ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ես դա չեմ բացառում, որովհետև ամեն ինչ այս ոչ ադեկվատ իշխանություններից կարելի է սպասել։